Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք դդմիկով տորտ։ Մեզ անհրաժեշտ է 4 միջին չափսի դդմիկ, անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով, աղ ենք անում և թողնում ենք ջուրը դուրս գա։ Մեկ մեծ գլուխ սոխ, 3-ից 4 պճեղ սխտոր մանրեցնում ենք, ավելացնում ենք դդմիկներին, ավելացնում ենք 1 ձու, կարմիր սև պղպեղ, աղ և 2 ճաշի գթալ ալյուր։ Թավայի մեջ ձեթ ենք ավելացնում, թողնում ենք լավ տաքանա, այնուհետև ավելացնում ենք դդմիկով զանգվածը և գդալով տարածում, երբ զգում ենք կարմրել է տակի հատվածը, ափսեի օգնությամբ շրջում ենք և կարմրեցնում ենք նաև հակառակ կողմը։ Շերտերին քսելու համար մեզ անհրաժեշտ է 3 ճաշի գթալ թթվասեր, 1 ճաշի գթալ մայոնեզ, 2-ից 3 պճեղ սխտոր, կարմիր և սև պղպեղ։ Յուրաքանչյուր շերտին քսում ենք թթվասերով զանգվածը, ավելացնում ենք լոլիկ և կտրատած սամիտ, նույնությամբ կրկնում ենք յուրաքանչյուր շերտ։ Խորհուրդ եմ տալիս դուք էլ փորձեք, հավատացեք, սա կդառնա ձեր ընտանիքի ամենասիրելի ուտեստներից մեկը։ Տորտը կարող ենք ձևավորել կտրատած չերի լոլիկով և սամիթով։ Բարի ախորժակ։